Տեղեկացնում եմ, որ մեր մոտ վթար է տեղի ունեցել։ Պոչատար խողովակաշարում։ Երկրորդ ձուկ է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ահազանգը ստանալուն պես վթարի վայր են հասնում Սյունիքի մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկները։ Բարեբախտաբար մաշված խողովակն ու վթարը պայմանական են, իսկ գործողությունները ուսումնավարժանքի պահանջ։ Տարվա ընթացքում յուրաքանչյուր արտադրական ձեռնարկությունում նախատեսված է գոնե առնվազն մեկ անգամ անցկացնել այսպիսի հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Պայմանական վթարը տեղի ունեցել Կապանից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա, այնտեղ որտեղ բարձր ճնշման պոչատար խողովակաշարն անցնում է դյուկերային անցումներով ու բարդ թեքություններով, վթարներն անխուսափելի են, իսկ այս տեսակ ուսումնավարժանքները խիստ կարևոր, ընդգծում են մասնակիցները։ Վթարներից ոչ մեկ ապահովագրված չի, սուտ կլինի, եթե ասենք վթար չի լինում, բայց մեր խմբով, պատրաստ կազմով, էլ գազիառակցողներով, փականագործներով ամեն րոպե թել եղանակային տարբեր պայմաններում կարևոր չէ թե գիշերին ցերեկը լինի կազմ պատրաստ, նրանք պատրաստ են մոտակա կես ժամ, մի ժամում վթարը վերացում է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարային տնտեսության վթարավերականգնողական խումբը տարիներ շարունակ համագործակցելով փրկարարների հետ այնքան է հմտացել, որ անգամ վթարային իրավիճակներում կարողանում է արագորեն կողմնորոշվել ու համապատասխան քայլեր ձեռնարկել, աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ Վերջին տարիներին նման ահազանգեր չենք ստացել, այսպիսի իրավիճակներ մենք հիմնականում փորձում ենք իրականացնել միայն ուսումնավարժությունների տեսքով։ Վթարի դեպքում պոչանքը նախ պահուստային պոչատար կամ ավազան է ուղղվում, այդ ընթացքում եռակցողները հասցնում են վերացնել խնդիրը։ Մհեր Գևորգյանն ասում է, համակարգված աշխատանքի շնորհիվ իրենք կարողանում են շրջակա միջավայրի վրա հասցվող վնասը նվազեցնել։ Անընդհատ կատարվում է ստուգաչափումներ, խողովակի պատերի հաստություն, որոշում, որտեղ պետք է ամրացումներ կատարվի, կառուցվել են վթարային ավազաներ, որպեսզի վթարի դեպքում պոչանքը ուղղորդվում է վթարային ավազան։ Անգամ եղանակային վատ պայմանները չխանգարեցին ուսումնավարժանքին, աշխատանքներում ներգրավել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լեռնափրկարարները, վթարավերականգնողական խումբը, Քաջարանի հրշեջների ու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։